այսօր առավոտյան խոզարկություններ են իրականացվում Ամայր Հայաստան խոզարկության գրասենյակում պայմանավորված ըստ իրավապահ մարմինների Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված վարույթով, ինչպես նաև Մարտուն Գրիգորյանյանը, ինչ գնահատական ունեք այս ամենի վերաբերյալ, արդյոք սա քաղաքական հետապնդում է թե ոչ, եւ երեք նաև լրատվամիջոցների լուսաբանումից տեղեկացանք, որ վարչական ըստեղության ռեսուրսը նաև վերին արտադրվում կիրառվել, մշակույթի տանսաներն էին միջոցառում կազմակերպել, երևում էր, որ հրահանգավորում կա, երեխաներն էին դպրոցից եկել եւ ԿՊ-ի դրոշներն էին ծածանում, ինչ գնահատական ունեք սրանց։ Դե դպրոցների, մանկապարտեզների, երեխաների ներգրավելու հետ կապված սրանք ակնհայտ այս սխեմայի մասերն են, ես որ նկարագրեցի, վերևից իջնում է ներքև, մարդկանց ճնշումների ներքո են պահում եւ հանուն այս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու այդ իշխանությունը մեր երեխեքն էլ պետք է նկատի ունենան։ Ուսուցիչներ, տնօրեններն էլ որ այս մի քանի մարդիկ, իրենք այս կառավարության ղեկավարը եւ իր բերած մարդիկ, իրանք առաջինը մտածում են իրանց պաշտոնի մասին, ոչ թե երկրի մասին, սխալները ծածկելու, պաշտոնի մասին, այս քարոզարշավը տեսեք ինչի է վերածված, չէ՞։ Երեխեքին մեր բոլորին օգտագործում են այս ատելության ու վախի քարոզը ավելի տարածելու համար։ Տեսեք, այս իրավիճակից ելքը ակնհայտ է, որ միանգամից ուրվագծվում է, որ մենք պետքա կանխենք բոլորով այս իրավիճակը, որտեղ սա համատարած է արդեն դարձել, բնականաբար ապօրինի ամբողջը։ Ինչ վերաբերում է ձերբակալումների հետ կապված, նայեք, լավ, ես այսպես եմ եւ հետեւում ենք բնականաբար բոլոր process-ներին։ Իրավական process-ը նախաձեռնվել է, ես ինքս իրավաբան եմ, ասենք լավ, իրավական process-ը նախաձեռնվել է, թող գնա, բայց ինձ համար ես այս իշխանությանը չեմ վստահում, որովհետև նախ մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս մարդու հետ, երկրորդ սինխրոն աշխատում են իրավապահ մարմինները այդ մասով նրա ցույցերի ժամանակ ասացի հետ։ Սինխրոն գործում է, ինքը մի բան ասում է, արագ անում են, մի բան ասում է, արագ հայտարարություն դուրս է գալիս։ Անգամ ես համեմատել եմ նույն բառապաշարի ուղղություններն են նաև խոսույթը, ուղղությունը նույնն է անգամ, այդ իրավական գծերով, ես չեմ հասկանում։ Ես նաև մտածում եմ կամ նախապես են իրար հետ քննարկում այդ հայտարարությունները, կամ էլ արագ գնաց են անում, որ համապատասխանեցնեն, ասենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառերին։ Դրա համար ես սրանք ակնհայտ քաղաքական բաղադրիչ են, սրանք քաղաքական տարերը շատ ակնհայտ են եւ հարցը առաջանում ինչու հենց երկու շաբաթ առաջ ընտրություններից առաջ նախընտրական քարոզչության ժամանակ եթե այդքան հիմքերը կային, այսինքն սրանք հարցեր են, որի մոտ կան բնականաբար եւ ամբողջ մեր հասարակությունը ունի։ Մեր ժողովուրդը ինչքան շփվում ես հետները, բնականաբար բոլորի մոտ այս հարցերը առաջ են գալիս։ Սա ակնհայտ է, որ նախընտրական այս քարոզչության ֆոնին է արված։ Մնացածը անմեղության կանխավարկած կա, քննություն է ընթանում եւ այլն, եւ այս պայմաններում պետք է մանրամասն քննությունը ցույց տա, որ այդպես չէ։ Մանրամասն, սրա լուծումը դա է։ Իշխանությունը եւ պատասխանատվությունը ամբողջությամբ այս մասով իշխանության վրա է։ Ամբողջությամբ պետքա ցույց տա, որ այդպես չէ, հետո մեկ էլ ինքը ընտրում է իրեն հարմար, ընտրական տեսանկյունից իրեն հարմար ընդդիմադիր մարդկանց, որ թիրախավորի։ Եվ հետո օգտագործում է այսինքն իր դեմ։ Եվ իմ համար ակնհայտ է, որ ինքը շատ լավ պատրաստվել է այս նախընտրական քարոզչությանը։ Այս նախընտրական քարոզչության ուղղությունները ատելության, այս արշավի, վախի, խաբեության, սրանք ակնհայտ նախապես լավ պլանավորված, նախապատրաստված արարքներ են եւ կոնկրետ անձանց թիրախավորելով ուժերի ինքը հստակ իրականացնում է այդ ծրագիրը։ Ինձ համար սրանք ակնհայտ են եւ մենք բոլորով դրա համար եմ ասում մենք ինչ ենք բացահայտում, ես ինչ եմ բացահայտում այս շղթան, չէ, որ ինքը նախապես պլանավորած գնացել է, որ տեսեք էլի sense խառնել է ամեն ինչը իրար, հələ նայեք, խառնվել է մեր հասարակությունը, նորից այս արժեքները, բան, բոլորս մոռացել ենք ծրագրերի մասին։ Բոլորը մոռացել են, չեն խոսում ծրագրերի մասին։ Մեր ընդդիմադիրներն էլ գիտեք, ասենք ինչ են ասում, ասենք ինքը հայոյում է, խոսում է, ատելություն է տարածում, ընդդիմությունից նույն բառերը էլի ասում են, լավ Հակա Նիկոլեն, ասենք, կամ ցույց են տալիս, որ այս իշխանության դեմ են, ընդդիմությունը իրական
ես էլ եմ նույն ձև դեմ, բայց մենք բոլորով պետք է հասկանանք, որ մենք պետքա ծրագրեր մեր ժողովրդի ներկայացնենք, մենք պետքա ելքերը մեր ժողովրդի ներկայացնենք, որ մեր ժողովուրդը ստիպված չլինի վախերից ելնելով ընտրություններ անի, որ ստիպված չլինի ընտրություններ անի ոչ թե ինչ որ մեկին աջակցելով, այլ հանուն նրա, որ այն մյուսը չգա եւ այլն։ Սրանք են կարևոր, ինձ թվում է, այստեղ որ դի նկատի ունենանք։